անցնենք։ Դեր եսայի 3 տարածած հայտարարության մեջ Մայրաթորը ասաց, որ իրավական ճանապարհներն է, հա, օգտագործելու հովանավանքը ազատագրելու համար, նախ կխնդրեմ սրան անդրադառնաք, ինչ ակնկալիք կա առհասարակ իրավապահ համակարգից եւ ինչ ճանապարհով եք էլի գնալու։ Տեսնում ենք, որ ներողություն շարունակեմ, որ իրավական համակարգ վերջին շրջանում առհասարակ չկա դեր եսայի, եթե շատ sense խորանանք, հա, այլ ընտրանքը ո՞րն է լինելու այստեղ։ Նայեք, նախ հստակ է եւ որոշ է, որ հովանավանքը սեփականության իրավունքով պատկանում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ կարծում եմ շատ նաեւ հստակ է, որ հովանավանքում այսօր խախտված է եւ նաեւ տեղի օրինավոր սպասավորների ծառայությունը, որոնց այնտեղ մուտք գործելը եւ հոգեվոր արարողություններ եւ հավատացյալների հոգեվոր խնամքը իրականացնելու այդ ամբողջ գործընթացը լիարժեքորեն խաթարված է եւ բնականաբար այս երևույթը մտահոգիչ է բոլորիս համար։ Ինչ վերաբերում է իրավական գործընթացներին, գիտեք, որ նաեւ Մայրաթորի անունից փաստաբանները դիմել են ոստիկանություն այդ ապօրինի այդ ներխուժումը կանխելու, որովհետև փաստորեն հիմա այնտեղ մարդիկ ապօրինի ներխուժել են եւ այնտեղ ապօրինի գործունեություն են իրականացնում եւ կարծում եմ պարզ առողջ տրամաբանության շրջանակներում է, որ այդ ամեն ինչը ժամ առաջ պետք է դադարեցվի եւ օրենքի առումով սա շատ հստակ է մեզ համար։ Ինչ վերաբերում է իրավապահներին, այո, մենք ունենք այդ մտահոգությունը, որ իրավապահ համակարգը այս ամեն ինչի մեջ մեղմ ասած հապաղում է կամ անգործության է մատնված, որովհետև այլ օրինակներ, երբ որ մենք նայում ենք, փորձը ցույց է տալիս, որ որտեղ նման անօրինական գործողություն իրավապահ համակարգը իր ամբողջ ներուժով այնտեղ է լինում եւ փորձում է այդ ինչ որ գործողություն իրականացնել օրենքի սահմաններում, բայց այս դեպքում այս հապաղումը անհասկանալի է անկեղծորեն։ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան պատասխանել է Մայրաթորի երեկվա այդ հայտարարությանը, հա, եւ նշել է, որ հովանավանքում շարունակելու են հաղորդումը, անկախ նրանից, որ դա փոփոխություն է համարել Մայրաթորը, ավելին ասել է, որ շարունակելու են հաղորդները հովանավանքում, այնուհետև նաև Մայրաթորում, հա, սա դուք որպես սպառնալի դիտարկում եք, այսինքն այն ինչ որ այնտեղ է տեղի ունենում, հնարավոր է մի օր էլ տեղափոխվի Մայրաթոր։ Բնակ փականները փոխեն բոլորի։ Այդ սպառնալիքները նոր չէ, այսօր չէ որ հնչում են եւ վարչապետի եւ նաեւ իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից, որ պիտի կան Մայրաթորում իրենց Մայրաթորը զավթեն կամ նման տարբեր սպառնալիքներ կամ հայտարարություններ անում են։ Բնականաբար այս ամեն ինչը եւ ժողովրդավարության սահմաններից դուրս է եւ օրինականությունից դուրս է եւ որևէ առողջ բանականությունից դուրս է։ Ես չգիտեմ այդ հայտարարությունների հիմքում կամ այդ հայտարարությունները իրենց հոգեվոր զգացումների եւ ապրումների մեջ ինչպես են հիմնավորվում, բայց համենայն դեպս նման հայտարարությունների հիմքում որևէ հոգեվոր եւ անկեղծ զգացումներ ես չեմ տեսնում։ Դերեսայի, տեսեք արդեն մեկ շաբաթից ավելի հավանաբար, հա, որ Տեր Սարգիսը, Տեր Մանուկը չեն կարողանում հա գործել հովանավանք, իրանք ծառայություն են անում այնտեղ, փոխված է հովանավանքի դրան փականը, նախկին քահանան է արդեն այսպես ասած իրադրությունը իր ձեռքը վերցրել։ Ինչ ոնց եք էլի այս ամեն ինչին արձագանքում բանա ու առհասարակ այս ամենը ոնց է լուծվելու նաև ասում են տան բանալին է փոխվել որ ոչ միայն իրականում շատ ենք խոսել այս մասին եւ իրավիճակը բոլորիս աչքի առաջ է հիմա այստեղ չգիտեմ նոր հայտնագործություններ չէ որ պիտի անենք շատ հստակ է որ նման իրավիճակները լուծվում են իրավական եւ օրինականության ճանապարհով միայն Այս մեզ համար ամենակարևոր հանգամանքն է։ Հիմա ինչքանով իրավապահ համակարգը այստեղ նախաձեռնություն կդրսևորի եւ օրենքի սահմաններում իր պարտականությունները կկատարի, դա կտեսնենք։ Ամեն դեպքում այս պահին մենք ունենք այդ մտահոգությունը, որ կա այդ հապաղումը, բայց ամեն դեպքում սա է այն հիմնական եւ կարևոր ճանապարհը։ Ինչ վերաբերում է հովանավանքի զավթելուն, դե բնականաբար սա այս մասով էլ էլի հաղորդում տրվել է փաստաբանի անունից
եւ սա որպես նաեւ հանցագործություն է, որովհետեւ այս դեպքում խախտվում է մյուս եկեղեցում ծառայող մյուս հոգեվորականների գործունեությունը եւ ծիսարարողական կյանքը։ Ամեն դեպքում այս պարագային ամենակարևոր պայմանը, որ մեր իրավապահ համակարգը իր գործունեությամբ զբաղվի եւ իր պարտականություններին։ Իսկ եթե չանի մայրաթորը բարձրաստիճան հոգեվորականները բոլորը ինչ են արել այս դեպքում։ Դե կապրենք կտեսնենք հիմա ես որևէ կանխատեսում անել չեմ կարող։ Մյուս ճանապարհները, որոնք հարցի լուծման են ուղղված, մեզ համար անընդունելի են այն առումով, որ կարող են օրինակ ասենք գնալ ինչ որ խմբով, հովանավանք, իրենց դուրս վրընդել են տեղից, բայց սա բախումների կարող է տանել եւ դրա համար այս առումով մենք ձեռնպահ ենք հավատքով, հույսով, որ իրավապահները իրենց գործը կատարեն։ Հետո ինչ կլինի կտեսնենք։